24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրդանես Բաղալյանը։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Նախ խոսենք այն մասին, որ վերջին շրջանում շատ էր քննարկվում այն հարցը, որ Փաշինյանը հետքալ է անում, այլևս եկեղեցու դեմ գործողություններ չի անում, նա հասկանում է, որ դա հանրային աջակցություն չունի եւ փորձում է արդեն հանդարտեցնել իրավիճակը, բայց մենք տեսանք, որ Ստրասբուրգում նա բարձրացրեց այդ խնդիրը բարձր ամբիոնից եւ ասաց, որ Կտրիշ Ներսիսյանը կաթողիկոսի նկատի ունի, ասում է, որ նա պատերազմի կուսակցությունը առաջնորդում, իր խումբը համախմբել, իր շուրջը համախմբել է նախկին նախագահներին եւ ըստ էության մեղադրեց, ասում է, ոմանք էլ նաեւ ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի գործակալներ են։ Հիմա այս ամեն ինչով ինչ նպատակ ուներ Փաշինյանը, ինչու նա Ստրասբուրգում այս հարցը բարձրացրեց։ Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետը ինքը ամբողջահաճո ելույթներ ունենալու մասնագետ է եւ ամեն տեղ խոսում է այնպես, որ այդ լսանին դուր գա, դրա լավագույն վկայությունը վերջի ծափերն էր։ Ինքը իր ելույթը այնպես էր կառուցել, որ այդտեղ հավաքվածներին դուր գա իր ելույթը։ Տեսնում ենք ինքը Մոսկվա է գնում, Ռուսաստանի նախագահին մի ելույթի մեջ կարող է 7 անգամ շնորհակալություն հայտնել, բայց վերջի շրջանում տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունը ամենաշատ տնտեսական կախվածության մեջ է Ռուսաստանից, նաև Եվրոպայում էլ Ստրասբուրգում պիտի ինքը խոսեր հակառուսականության, հակաբելառուսականության, նաև ներկանար խաղաղության աղավնի։ Թող խոսեր, բայց ինչու հոգեվորականների վարչապետը, որի անլուրջ հայտարարության պատճառով Ադրբեջանին առիթ է տվել լեգիտիմացնելու իր հարձակումը Արցախի Հանրապետության վրա, այդ վարչապետը մեկ էլ խոսում է խաղաղության մասին, այնպեսի տպավորություն է, որ ինքն ու Ալիևը խաղաղության աղավնի են, եւ այն բազմաթիվ զոհերը, որ ունեցել ենք, հաշվանդամները իրենց հրած պատերազմի արդյունքում, նաեւ այն տարածքային կորուստները, որ ունեցել ենք, այսօր Արցախի Հանրապետության տարածքում եղած սրբավայրերը ավիրվում են 6-7 եկեղեցի արդեն քանդվել, գերեզմաններն են քանդվում, կառավարության շենքն է քանդվել Արցախի Հանրապետության եւ բարձում է մեկ էլ պատերազմի հրցիկ են այն քահանաները, գիտենք Մայրաթոռը Արցախի թեմը չի լուծարել եւ Արցախի թեմի քահանաները հիշատակում են իրենց աղոթների մեջ նաեւ Արցախի Հանրապետությունը։ Բարձում է օրինակ, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում 20 քահանա պատարագի ընթացքում աղոթում են Արցախի Հանրապետության համար, կարող է պատերազմի առիթ լինել։ Այս նույն տրամաբանությամբ, ասենք, երբ որ մենք աղոթում ենք Արցախի թեմի հոգևորականներ, Արցախի թեմի պատարագի ժամանակ ինչպես մենք հիշատակում ենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանում ծառայող հոգևորականներս, այնպես էլ Արցախի թեմի քահանաները հիշատակում են Արցախի Հանրապետությունը։ Եվ ասենք իհարկե տերայրներ կան, որ կարող է օրինակ տարբեր առիթների, օրինակ պսակադրությունների, մկրտությունների, նաև հուղարկավորության սեղաններին օրինակ կենաց բարձրացնեն, Արցախում զոհվածների պայծառ հիշատակի համար բաժակ բարձրացնեն, խնդրեն Աստծուց, որ իրենց բարեխոսությամբ Աստված պահի մեր պետականությունը, մեր բանակը, այսինքն այս ձևի մի կենացը կարող է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ առիթ լինել պատերազմի։ Ինչպես օրինակ ասենք իմացանք Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրենուհուն, որը գիտնական է ցեղասպանագետ է, ընդամենը Արցախի մասին Վենսին մի գիրք նվիրելու պատճառով պաշտոնից ազատման դիմում է պարտադրել ցավալիորեն։ Տեսնում ենք, այս մարդը կարծում է, որ Վենսը կարող է Արցախի Հանրապետության մասին, Արցախի պատմական մասը կարդալով ծանոթանա Արցախի պատմությանը եւ հասկանա, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ոչ թե խաղաղության աղավնիներ են, որ կարող են խաղաղությանը համար իրենց օգտագործած ջանքերի համար $1 միլիոն ստանալ եւ միմյանց միջև կիսվել, այլ ընդամենը պատերազմի հրահրիչներ են, որոնց հրահրած պատերազմի եւ Նիկոլ Փաշինյանի պատերազմը ապաշնոր կերպով ղեկավարելու արդյունքում ունեցել ենք մոտ 12,000 կիլոմետր տարածքի կորուստ, 80-ից ավելի վանքեր են մնացել Ադրբեջանի տարածքում, մոտ 300 եկեղեցիներ են մնացել, բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, իրենց ասենք շատ sense խոսել
ասած կառուցած ճանապարհներից շատ ճանապարհ են թողել Արցախի հանրապետության տարածքում ադրբեջանցիներին եւ իրենց կառուցած դպրոցներից ավելի մեծ քանակի դպրոցներ միայն Արցախում դպրոցներ եւ մանկապարտեզներ են թողել, թանգարաններ են թողել Արցախի հանրապետության տարածքում եւ Նիկոլ Փաշինյանը այսօր իրեն համարում է, որ խաղաղություն է ձեռք բերել արցախցիների հաշվին եւ տեսանք նաեւ այդ ելույթի մեջ փորձեց Ալիևահաճո հայտարարություններ անել, որ արցախցիները պիտի մտածեն Հայաստանում տնավորվելու մասին, արցախցիները մտածում են Հայաստանում տնավորվելու մասին, իսկ կառավարությունը մտածում է արցախցիներին բնակարանների ապահովման հարցով կամ արցախցիների վերադարձի հարցով։ Օրինակ, եթե ես Բյուրականի եկեղեցում աղոթում եմ գերված մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, նաև բարերար Ռուբեն Վարդանյանի ազատության համար, ինչ ես դրանով պատերազմ եմ հրահարում, թե Նիկոլ Փաշինյանն է իր զիջողականությամբ, միակողմանիչ զիջողականությամբ, ինչպես Տաուշի որոշ գյուղեր տալով տեսանք սահմանազատման այդ ծրագիրը մտցրեց փակուղի, չսկսեց մի ծայրից, հասավ մյուս ծայրը, այսինքն այն տարածքները, որ Ադրբեջանը պահանջներ ուներ, ինքը տվեց եւ Հայաստանի տարածքից դուրս չեկան, օրինակ ասում այդ օրերին, երբ որ այդ շարժումը սկսվեց, մարտ-ապրիլ ամիսներին, ասում է, այդ ժամանակ մենք պետականությունը կարող ենք կորցնել նույնիսկ, որովհետեւ հոգեվորականները դուրս էին եկել այդ գործընթացի դեմ։ Այո, կարող ենք պետականությունը կորցնել, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն էր, պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն էր։ Այդ դեպքում մենք իհարկե ժողովրդին չեմ ուզում խուճապի մատնել, բայց հիմա էլ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Այս հայտարարությունը չեմ ուզի, որ խուճապի պատճառ դառնա հասարակության համար, բայց իհարկե ես իրենց օրինակ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ապրող երկրում ամեն օր եմ անհանգիստ եւ ոչ միայն այդ 24 թվականին, այլ ամբողջ ընթացքում մենք կարող ենք պետականություն կորցնել, որտեղ մեր պետության ղեկավարը միջազգային հանդիպումներին գնալու ժամանակ չի մտածում մեր ազգին վերաբերող հարցեր բարձրաձայնելու, այլ ավելի շատ մտածում է ինչ ուտի սեղանին եւ եթե նույնիսկ խնձորը սեղանին կտրատած չի դրված, ինքը պիտի պարտադիր խնձոր ուտի, առիթից օգտվելով կարող եմ իրեն խնձոր, տանձ, դեղց, նաև ծիրան, տարբեր տեսակի մրգեր առաջարկել պարոն վարչապետին, եթե միջազգային հանդիպումներին ինքը կոռեկտ կպայի սեղանի շուրջ իրեն, ես այգի ունեմ, կարող եմ մեր այգու աճեցրած բերքերից իրեն արկով նվիրել, տանը ուտի, որպեսզի միջազգային հանդիպումներին ինքը կոռեկտ պահի մրգի սեղանի շուրջ։ Կոռեկտ չէր իր պահվածքը։ Ինքը կարող էր դանակ ուզեր, պատառաքաղ ուզեր, նորմալ օգտվեր։ Եվ տեսնում ենք, որ այս մարդը իր կառավարման արդյունքում շատ մեր հայրենակիցների գլուխն է կերել, այսօր բազմաթիվ զոհեր ունենք, վիրավորներ ունենք, հաշվանդամներ ունենք, իր կառավարման ընթացքում մենք ունեցել ենք ամենաշատ զոհերը պատերազմի հետևանքով։ Եվ ինչու՞ չէ նաև խաղաղ պայմաններում մենք բանակում բազմաթիվ զոհեր ենք ունենում, որովհետև պաշտպանության նախարարը չի կարողանում տիրապետել բանակում իրավիճակը, ինչպես արդարադատության նախարարը, զինդատախազությունը, քննչականը չեն կարողանում քրեական իրավիճակը տիրապետել, որի արդյունքում մենք խաղաղ պայմաններում ունենում ենք նաև զոհեր, սկսած կարևոր, այսպես ասեմ, անձանցից, որ կարող է համայնքապետի սպանեն, մինչև շարքային կենցաղային հողի վրա մարդիկ արդարադատությանը չվստահելու արդյունքում կարող են միմյանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել զենքի եւ սառը զենքի նաև գործածմամբ։ Հիմա այն որ Փաշինյանը Ստրասբուրգում խոսեց այս մասին եւ գիտենք, որ դրանից առաջ էլ Եվրամիությանը դիմել էին, որպեսզի հիբրիդային պատերազմի համար օգնեն իրենց։ Հիմա մենք կարող ենք ենթադրել, որ ավելի ուժգնանալու է գործընթացները եւ ընդդիմության հետ կապված բարձ է արդեն, բայց նաև եկեղեցու հետ կապված լինելու եւ Փաշինյանը փորձում է միանգամից երկուսի հարցերն էլ լուծի եւ եկեղեցու եւ ընդդիմության, այսպես ասած, եւ միտումնավոր է նա նույնականացնում։ Ստրասբուրգում ես կուզեի, որ Նիկոլ Փաշինյանը որպես Հայաստանի վարչապետ խոսեր գերիների վերադարձից, դա համար մեկ թեման էր, որի շուրջ ինքը պարտավոր էր խոսել եւ չխոսեց։ Գերիների վերադարձից չխոսելուց հետո մնացածը ընդամենը
կարելի է ասել ամբողջահաճո այնտեղ դալիճում նստածներին հաճոյանալուն ուղված ելույթ էր, որի մեջ նաև քննադատություն կար, հանիրավի քննադատություն կար, զրպարտանք կար եկեղեցու եւ վեհապար հայրապետի հասցեին, այսինքն սա լուրջ չէ, ինքը գնում է միջազգային հանդիպման եւ փորձում է այնտեղ վարկաբեկել ազգային եկեղեցուն, որ պետական պաշտոնյային վայել չէ, հավանաբար ինքը դրանով նաև կարող էր հաճոյանալ Ալիևին, Էրդողանին, Փաշազադեին, որ քննադատում է եկեղեցականներին, իբրև թե եկեղեցականները ռևանշիստ են։ Մենք բոլորս խաղաղություն ուզում ենք, առավել ևս եկեղեցականներս աղոթում ենք աշխարհի խաղաղության համար, Հայաստանի խաղաղության համար։ Ցավոք Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրում խաղաղություն եւ ապագա չենք տեսնում, որովհետեւ կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանի զիջողականությունը, միակողմանի զիջողականությունը գրգռում է Ալիևի, Էրդողանի ախորժակը։ Տեսեք, ինքը թուրք-ադրբեջանական միջանցք է ուզում տրամադրել, եւ այս միջանցքը ներկայացնում է իբրև թե մեր շահերից բխող միջանցք։ Ես կուզեի, որ ինքը լուծեր Արցախահայերի վերադարձի խնդիրը եւ ապահովեր Լաչինի միջանցքի գործնեությունը, ինչպես նոյեմբերի 9-ի Եռակոմ պայմանագրով, որը Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը ստորագրել էին, ապահովեր մեր Արցախահայերի կապը մայր հայրենիքի հետ եւ եթե դրան համազոր նաեւ ինքը Սյունիքով միջանցք տար, որևէ ձևով չէի քննադատի իշխանության այդ քայլը, բայց ինքը Արցախահայերին տնավեր է արել, բռնի կերպով Արցախահայերը իրենց բնակավայրերից դուրս են եկել եւ տեսնում ենք նույնիսկ այն միջազգային կառույցները, որոնք փորձում են Արցախահայերին օգնել, ինքը այդ օգնությունն էլ մերժում է, երբ որ օգնությունը իրեն չի ուղված, այլ ուղված է Արցախահայերին։ Գիտենք, որ Ռուսաստանի կողմից առաջարկ էր եղել հերթական օգնության, որ նախկինում էլ եղել են տարբեր տեսակի օգնություն, աջակցություն, բայց կառավարության կողմից մերժվել է։ Նաև գիտենք տարբեր կուսակցություններ, բարեգործական ծրագրեր են անում, այդ թվում ուսանողների ուսման վարձ տալու եւ այլն, հիմա մինչեւ ընտրությունների օրը նրանք էլ են արգելված եւ մեկ էլ տեսնում ենք, որ ինքը առանց նախապես, այդպես ասեմ, բյուջեի կողմից հաստատված ծրագրի թոշակների չնչին բարձրացում է անում, երբ որ կարելի է թոշակները բավական շատ բարձրացնել, օրինակ թոշակները կարելի էր 100-150 հազարով նույնիսկ բարձրացնել, եթե խաղատները նորմալ ավելացրած արժեքի հարկ եւ մյուս հարկերը պատշաճ կերպով վճարեն, թոշակները հնարավոր կլինի ավելի շատ բարձրացնել եւ տեսնում ենք, որ պետությունը իբրև թե պայքարում է խաղամոլության դեմ, բայց մի տեսակ պետության աջակցությունն են վայելում այդ խաղատները, խաղամոլները եւ պետության նաեւ պաշտոնյաներ, ինչպես օրինակ իմացանք Վեդի բժշկական կենտրոնի տնօրենը վերջերս Արամայիսը խաղատանը տանուր էր տվել ոչ միայն իր գումարները, այլ բժշկական կենտրոնի գումարներն էր տանուլ տվել եւ տեսնում ենք մեկն է տանուլ տվել, որը ուներ նաեւ համայնքապետի աջակցությունը եւ իր կողմից հովանավորչության արդյունքում էր, որ դարձել էր այդ բժշկական կենտրոնի տնօրեն։ Տարբեր խոսակցություններով, լրատվամիջոցներով այդ մասին կա եւ կարող են գնալ ուսումնասիրել ինչքան հիմնավոր է այդ պահը, որ օրինակ Դարիկ Սարգսյանի հովանավորչությամբ է, որ այդպիսի մարդը դարել է բժշկական կենտրոնի տնօրեն եւ տանուլ է տվել հիվանդանոցի գումարները։ Հիմա կարող ենք ասել, որ Փաշինյանը, երբ որ հոգեվորականների մասին, մասնավորապես հենց կաթողիկոսի մասին բարձրաձայնում է Ստրասբուրգում, նա նաև աջակցություն է ակնկալում այս հարցում եկեղեցու դեմ եւ կաթողիկոսի դեմ գործողություններում։ Ինքը մեր մասին խոսելուց sense մի զզվանքով դեմք է ունենում, sense ներքին ատելությամբ լցված հոգեվորականների նկատմամբ, բայց նույնը չենք տեսնում, երբ որ օրինակ Ստամբուլ մզկիթ է գնում, ոտաբոբիկ ժպիտը դեմքին, որփի նման, sense ծնողին կորցրած որփի նման, sense իմամների, մոլաների հետևից վազելով, sense ուրախ եմ ձեզ տեսնել, հաճելի է ձեզ տեսնել արտահայտություններով, կուզենք, որ մեր նկատմամբ էլ ինքը հարգալից լինի եւ
նման կերպ չարտահայտվի։ Նախ Վեհափառ Հայրապետի անձնագրային անունը Գարեգին II է, եւ ինքը իրավունք չունի ավազանի անունով դիմել Վեհափառ Հայրապետին։ Սա խոսում է նաեւ պետության կողմից տրված անձնագիրը իր կողմից չհարգելը, եւ հասարակության մեջ տեսնում ենք, որ շատերը օրինակ իրենք կապիտուլյանտով են դիմում կամ հայրենավաճառով են դիմում, դավաճանով են դիմում, հոգեվորականներս մեզ թույլ չենք տալիս նման կերպ դիմել Նիկոլ Փաշինյանին։ Փորձում ենք իրեն հարգալից դիմենք, որքան էլ դժվար է իր նման անձնավորությանը, որ մեր հոգևոր ծնողի հետ անարգալից է հասցեին անարգալից է արտահայտվում, եւ դա կրկնում են իր սենց կամակատարները, իր ենթակայությամբ, ինչպես ժողովրդի մի մասն է ասում, ուսապարկերը, վաստակ չունեցող, հարգանք չունեցող, հեղինակություն չունեցող անձինք, երբ որ Վեհափառ Հայրապետը մեծ վաստակ ունի մեր ազգի կյանքում, մեր եկեղեցու կյանքում, մեր հոգևոր ծնոնդն է եւ հասարակության եւ ուխտապահ հոգևոր դասի մեծ հարգանքն ու հեղինակություն ունի։ Անձնապես իմ համար շատ վիրավորական է Նիկոլ Փաշինյանի կողմից այդ լկտի արտահայտչաձևերը բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, այդ թվում ապօրենի են կալանքները, որ մեր թեմի առաջնորդից Մկրտիչ Սրբազանից սկսած, որ տնային կալանքում է, մենք այսօր հնարավորություն չունենք մեր սիրելի թեմակալ առաջնորդին հանդիպելու, վերջի անգամ դատական նիստին ներս էլ չեմ կարողացել մտնել պատոհանից, մի պահ կարողացել եմ Սրբազան հոր դեմքը տեսնել, այսինքն թույլ չտվեցին դատարան մտնենք, նույնիսկ ասենք մոտիկից Սրբազանին թեկուզ առանց խոսելու տեսնեինք, դրանից էլ ենք զրկված եւ միայն Սրբազան հոր նկատմամբ չի այդ վերաբերմունքը, գիտենք Բագրատ arczepiskopos Գալստանյանի, որ մեր իմ ուսանողական շրջանում ճեմանում իմ տեսուչն է եղել, այս պահին տնային կալանքում է նաեւ Միքայել arczepiskopos Աջապահյանը, որ մեր եկեղեցու նվիրյալ, սիրված, ժողովրդի կողմից մեծ հարգանք եւ հեղինակություն ունեցող անձնավորություն է, մեկ էլ տեսնում է Ստեփան Ասատրյանի նման կարգալույծ զրպարտիչ մեկը կարող է Սրբազան հոր հասցեին վարկաբեկիչ տեղեկություն տարածի եւ չկարողանա իր ասած անհիմն հայտարարությանը պատասխան տա եւ անկախ նրանից, որ ինքը չի կարողանում իր զրպարտչական այդ հայոյախառն այդ արտահայտությանը պատասխան տալ, տգի այդ մարդկանց մի մասա փորձում է դա նաեւ կրկնել։ Եվ փառք Աստծո այսօր նաեւ Արշակ arczepiskopos Խաչատրյանը որոշակի սահմանափակություններով մասնակի ազատության մեջ է, 2 օր առաջ պատիվ հնարավորություն ունեցա իրեն այցելելու, շատ ուրախացա Սրբազան հորը տեսնելով, որովհետև իմ հոգևոր ծնողն է, 2004 թվականին ինքն է ինձ քահանա ձեռնադրել եւ տեսանք Սրբազան հոր նկատմամբ էլ ինչպես զրպարտություններ արվեցին եթերով եւ հետո էլ տեսանք այդ զրպարտությունները սին դուրս եկան, կեղծված դուրս եկան եւ փառք Աստծո եկեղեցին միաբանությամբ հաղթահարում է եւ տեսնում ենք եկեղեցականների հիմնական մասը, շուրջ 90%-ը առանց որևէ մի լծակի արկայության իրենց հավատարմությունը Վեհափառ Հայրապետին, Մայրաթոր Սուրբ Էջմիածնին հաստատուն են պահում։ Հակառակ այն հանգամանքին, որ պետությունը հատուկ պաշտպանություն է ապահովում տիրադավների եւ նրանց միացած քահանաների, նրանք քանակ չկազմեցին, այսօր ընդամենը 8 եպիսկոպոս, arczepiskopos է, որ այդ տիրադավների խմբում է եւ տարբեր խոսակցություններ ենք լսում, որ իրենք նույնպես զղջացել են Նիկոլ Փաշինյանի այս հակաեկեղեցական շարժմանը կոմպրոմատների ճնշման տակ ուր գնալու։ Իսկ գուցե ժամանակավոր դադար են վերցրել։ Եվ Փաշինյանը աջակցության է սպասում դրսից։ Հասարակության, այսպես ասեմ, եկեղեցու հայ առաքելական եկեղեցուն Հայաստանի Հանրապետության հասարակության 90%-ն է աջակցում, նաև հոգևորականների 90%-ը Վեհափառին իր աջակցություն է հայտնում եւ դեմ է Նիկոլ Փաշինյանի այս հակաեկեղեցական շարժմանը, ինչը քաղաքական առումով Հայաստանի Հանրապետությամբ չենք կարող ասել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին։ Ինքը Հայաստանի Հանրապետության տարբեր հարցումներով չափահաս բնակչության 20-23%-ի աջակցությունն էլ չի վայելում, այդ ներառյալ դրա մեջ իշխանական այդ ռեսուրսները։
ուժեղ Հայաստան կամ մեր ձևով շարժումը տեսնում ենք այսօր ավելի աջակիցների մեծ քանակ ունի հասարակության մեջ Սամվել Կարապետյանը, կալանքի մեջ լինելով հանդերձ ազգային բարերար Սամվել Կարապետյանը, եւ տեսնում ենք հասարակության մեծ խումբ ասենց հույս ունի, որ Սամվել Կարապետյանը կդառնա վարչապետ եւ մենք այս տնտեսական, սոցիալական, քաղաքական, նաեւ ազգի այս սպառակտված վիճակից դուրս կգանք։ Շատ ուրախանում եմ նաեւ Սամվել Կարապետյանի եւ իր աջակիցների կոռեկտ պահվածքից, որ ընդդիմություն լինելով հանդերձ չեն իջնում այն մակարդակին եւ իշխանությունների, այսպես ասեմ, փողոցային մակարդակի այսպես հայտարարություններին նույն մակարդակով չեն պատասխանում։ Օրինակ Նարեկ Սարգսյանի կամ Ալիկ Ալեքսանյանի ելույթներն եմ նայում, հիանում եմ։ Վերջի շրջանում մեծ ուրախություն ունեցա տեսնելով մեր կողմից շատ հարգված նաև Էդգար Ղազարյանն էր միացել այդ շարժմանը։ Իմ համար դա շատ ուրախալի երևույթ էր։ Տեսնում ենք, որ հասարակությունը միավորվում է այս շրջանում։ Բայց շրջանում։ կմեղադրեն քաղաքական քարոզ անելու մեջ։ Չէ, ես դա խնդրում եմ չքաղաքականացնել որևէ կերպով։ Իմ համար Սամվել Կարապետյանը քաղաքական գործից առաջ ազգային մեծ բարերար է։ Այսօր մեր կառավարության ղեկավարը իր կառուցած ամառանոցում է ապրում։ Արցախի միայն Ստեփանակերտի հիվանդանոցին 25 միլիոն դոլար էր տվել։ Այսօր որ մենք հոսանք ունենք եւ լուսավոր տաղավարում հաղորդում ենք վարում, հեծում իրենց արած ներդրումների արդյունքում է, չնայած ինչքան էլ փորձեցին վերջի շրջանում իրենց զրպարտել, մեղադրել, ասել որ հոսանքի գինը ուռճացված է, բայց տեսնում ենք հեծը յուրացնելուց հետո էլ իշխանությունները չկարողացան հոսանքի գինը էժանացնել եւ ասում են որ պետական բյուջե մեծ այս ընթացքում ավելի մեծ մուտքեր է եղել հեծից, բայց տեսնում ենք դա մուտքեր է արվել ներդրում չանելու արդյունքում։ Իսկ հեծում մեծ ներդրումներ էր արվում եւ այսօր ատոմականը գործում է, հեծը գործում է, անջատումներ չեն եղել, դա խոսում է ճիշտ կառավարման մասին եւ տեսնում ենք իրենք բազում ընկերություններ Հայաստանում եւ Հայաստանից դուրս պատշաճ կերպով կառավարում են ի տարբերության վարչապետի եւ կառավարության անդամների, որ կառավարման ձիրք չունեն։ Սա էլ խնդրում եմ չքաղաքականացնել, իրենք պետություն կառավարելու ձիրք չունեն։ Մինչև այսօր արդեն 8 տարի է իշխանություններ են, դեռևս նախկիններին են քննադատում։ Վերջի շրջանում Նիկոլ Փաշինյանը նաև քննադատում է իր տարբեր ենթականերին։ Մի այդպիսի անեկդոտ եմ հիշում, մի ղեկավար պիտի իրեն փոխարինող գաս, մե սեֆում 3 նամակ եմ թողել հաջորդին։ Հենց նեղ ընկնես համարակալած է, առաջի, երկրորդ, երրորդ կբացես, բացում է առաջինը մի որոշ շրջան, գրված է լնում, ինչ խնդիր կունենաս գցիր իմ վրա։ Մի որոշ շրջան հետո բացում է երկրորդ, ասում է ինչ որ չի լինում արդեն իմ վրա գցես, գցի ենթականերիդ վրա։ Մի որոշ շրջան հետո բացում է երրորդ նամակը, մեջը գրած է լինում, 3 նամակ գրի։ Նիկոլ Փաշինյանի արդեն 3 նամակ գրելու ժամանակն է եկել եւ կարծում ենք ինքը ճիշտ կանի, որ 3 նամակ գրի թողի կառավարության սեֆում եւ նամակներից մեկի մեջ էլ կարող ենք իրեն խորհուրդ տալ, որ գրի, որ հասարակությանը մի պառակտեք, արտաքին ուժերին մի ծառայեք, այլ ծառայեք ձեր ազգային, եկեղեցական շահերին, ծառայեք ձեր ժողովրդին, որի վճարած հարկերով եք դուք այսօր բարեկեցիկ ապրում։ Մեղադրում է որոշ հոգևորականներ, որ իրենք են արտաքին ուժերին ծառայում։ Հիմա դուք նայեք, գնացել էր, այսպես ասեմ, Եվրոպա, միջազգային այսպես հավաքի մեր վճարած հարկերով եւ սպասարկում էր Թուրքիայի, Ադրբեջանի շահերը։ Հիմա ես եմ խնդիրը ստեղծում, թե ինքը։ Երբ որ եկեղեցականը աղոթում է Բաքվի բանտում եւ Երևանի կալանավայրերում եղող քաղբանտարկյալների եւ գերիների, ռազմագերիների համար, երբ նոյեմբերի 9-ի պայմանագրով պիտի բոլոր ռազմագերիները ազատ արձակվեին։ Նույնիսկ օտարազգի բերված վարձկանները, նույնիսկ Ադրբեջանի են հատուկ ծառայությունների աշխատակիցները, որ անցել էին Արցախի տարած եւ երեխային սպանել, նրանց է նույնիսկ բաց թողել եւ այսօր մենք Բաքվի բանտերում տեսնում ենք
Ռուբեն Վարդայանի նման ազգային բարերարի են դատում, որ նույնիսկ ռազմական ղեկավար չի եղել Արցախյան պատերազմի եւ առաջին եւ երկրորդ շրջանում, բարեգործի են դատում են ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ընդամենը ինքնապաշտպանվել են։ Հիմա ավելի շատ կզարգանա այդ ճնշումները, որովհետև Փաշինյանը խոսում է այդ մասին, ըստ էության հենց այնպես չի Ստրասբուրգում այս հարցը բարձրացրել, այսինքն որ կալանավորումներ եւ այլ գործընթացներ են սպասում։ Հիմա դուք կարծում եք, որ կանգ առ է գործընթացը, թե լի կսկսվի եւ եկեղեցու հետ կապված, եւ դուք երբ ասում եք, որ 8 հոգի են դարձել տիրադավներից, այլևս ոչինչ անել չեն կարողանում, բայց նրանք չեն վերադառնում եկեղեցի, այսինքն սա չի հուշում, որ ինչ որ գործընթաց ամեն դեպքում գուցե թաքնված, բայց իրականացվում է։ Որովհետև հայտարարություն հնչել էր եպիսկոպոսաժողովից հետո, որ նրանք վերադառնան, եթե զղջացել են, բայց ըստ էության մենք չենք տեսնում նրանք վերադարձել են։ Մենք, այսպես ասեմ, եկեղեցին իր առաքելությունը կատարում է անկախ նրանցից, ովքեր այդ առաքելության ծիրից դուրս են գալիս։ Եթե կատարում եք, բայց հարցը այն է, որ ինչ որ գործընթացներ սպասվում են։ Ցավոք սրտի նաև եկեղեցու բնականon գործնեությունն են փորձում խաթարել։ Նիկոլ Փաշինյանը չարաշահելով իշխանական լծակները հովանավորչությամբ է զբաղվում, ինքնագործնեությամբ զբաղվող որոշ նախկին կարգալույցների։ Օրինակ Ստեփան Ասատրյանի, Արամայիս Թոխմասյանի կամ Արման Սարոյանի հովանավորն է ինքը, աջակիցն է, հրահրողն է։ Ժամանակ առ ժամանակ փորձում է նրանց եթեր տրամադրել։ Օրինակ շատ շնորհակալ եմ 24 TV News-ից, որ ժամանակ առ ժամանակ տարբեր հոգևորականների, ազգային, քաղաքական, մշակութային գործիչների հրավիրում է հաղորդումների, բայց ունենք հանրային հեռուստաընկերություն, որ մեր հարկերով գործում է այդ հեռուստաընկերությունը, մենք հարկեր ենք տալիս, որ Պետրոս Ղազարյանը աշխատավարձ ստանա, պարգևատրում ստանա եւ չծառայի հանրությանը, ընդհակառակը նպաստի հանրության պառակտմանը, երբ տեսնում ենք ինչպես ինքը կարգալույց հոգևորականների է հրավիրում, իսկ կարգի մեջ եղող հոգևորականների չի հրավիրում եւ նույնիսկ Վեհափառ Հայրապետի Սուրբ Ծննդյան այսպես հայտարարությունը եթերով չենք լսում, որ հրավիրեն կգնաք, բայց հարցազրույցի, այսպես ասեմ, նոր տարեմուտի ելույթը Վեհափառ Հայրապետի հանրայինով չեն հեռարձակում, բայց տեսնում ենք համացանցում հասարակությունը կիսվում է տարբեր մասնավոր հեռուստաընկերություններ այդ հայտարարություն անում են, որի համար մենք շատ շնորհակալ ենք եւ 24 News-ից եւ մնացած այդ հեռուստաընկերություններից, անհատ լրագրողներից, որ տեսնում են թե ազգի եկեղեցու շահը որն է եւ այդ շահերը պաշտպանում են։ Այսօր ազգային պարը, ազգային երգը, եկեղեցական տոները պետական որևէ աջակցություն չեն ստանում։ Եվ հիմա Փաստորեն Փաշինյանը երբ որ գնում է, նախ վերջին շրջանում չի էլ գնում պատարակների, Քարոզարշավով է զբաղված, ներկուսակցական, բայց ամեն դեպքում երբ որ գնում էր, Փաստորեն կաթողիկոսի անունը չզեղչեցին։ Փաշինյանը գնում է եկեղեցի Վեհափառի անունը զեղչելուն գեր նպատակով, բայց վերջին անգամ չզեղչեցին իր ներկայությամբ, թերություններ գտնելու հիվանդագին մոլուցկով, եկեղեցական ծեսը կատարյալ է, այդտեղ ինքը թերություններ չի կարող գտնել։ Այ ուրիշ բան, որ ինքը բարձրագույն կրթություն ունենար ինչ-որ ոլորտի եւ այդ ոլորտին վերաբերող ինչ-որ մի շրջանակում թերություն գտնել։ Իր հոգեվոր, ասենք, վիճակը շատ ցածր հոգեվոր վիճակ է եւ ինքը դա ցածր վիճակում լինելով դրա գիտակցությունը չունի։ Սկսած իր սաղմոսներ ընթերցելուց, որ Մեսիային վերաբերող սաղմոսները ուղիղ առաջի դեմքով փորձում է իրեն վերագրել, մինչև հոգևոր հարցերին իր կոպիտ միջամտություններով։ Նիկոլ Փաշինյանը ինքը չի կարողանում երկրի կառավարումը ճիշտ կազմակերպել։ Տեսնում ենք ամեն ինչի թանկացումներ է արել, սկսած գույքահարկից, աղբահանությունից, դրա մարժը զրկվել է եւ ինքը այս ամեն ինչի ֆոնին ինչի ուզում հասարակության են խոցելի խավերի աջակցությամբ զբաղվել։ Փաշինյանի ուշադրության կենտրոնում չեն շարքային քաղաքացիները։ Փողոցում նաև ընտրարշավի ընթացքում տեսնում ենք ինքը ինչպես անհարգալից ձևով, օրինակ քաղաքացիները իր հետ դուքով են խոսում, ինքը իրենց հետ դույով է խոսում։ Իր հոր տարիքի մարդկանց ցենց մունաթով տեսնում ենք օրինակ Տաուշի մարզում այցելել էր եւ այնտեղ
մանկապարտեզի տնօրենը մոտենում է, ասում է, որ մարզպետի հովանավորչություն ունեցող անձն է, իր դստեր փոխարեն այսօր մանկապարտեզի տնօրեն, եւ ինչպես հենց հասկանում է մարզպետի կողմից հովանավորվող անձի եւ այս կնոջ միջև խնդիր կա, ու նաթով ասում է հերն է եկել դիմել, այդ հարցով չզբաղվեք։ Քաղաքացին դիմում է քեզ կոռուպցիայի իր ոտնահարված դստեր ոտնահարված իրավունքների հարցով, կամ տեսանք Արարատի մարզում իր այցի ժամանակ ինչպես այս ցույց էին տալիս քաղաքապետը Արամ Սարգսյանի նախկին ոստիկանապետի կառուցած շենքերը եւ ինքը թեւով ասում է, որ այդ մասին պետք չի խոսել, կամ տեսանք օրինակ ինչպես քաղաքացին իրեն օրենքի իրավունքի դաս էր տալիս, ասելով, որ վեհապար Հայրապետը նախարար չի, որ դու իրեն ազատես գործից, ինչպես ասենք օրինակ ցեղասպանության թանգարանի տնօրենին ես ազատում կամ տասնյակ այդպես պաշտոնյաների ես ազատում, այսինքն Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ասում է կառավարությունը ես եմ եւ ով որ իմ կարծիքին չի թող այսօր էլ դիմում գրի դուրս գա եւ քաղաքացու հետ զրուցում էլ տեսանք ինքը իրեն նույնացնում է պետության հետ։ Ես օրինակ շատ հարգում եմ պետությունը իմ համար սուրբ կառույց է, ինչպես մեր Սուրբ եկեղեցին, բայց օրինակ Նիկոլ Փաշինյանին որպես կառավարության ղեկավար չեմ հարգում իր ապազգային վարած քաղաքականության համար։ Օրինակ իմ համար վիրավորական է Նիկոլ Փաշինյանի վրա էլ չեմ ուզի կենտրոնանալ, օրինակ Վահագն Խաչատուրյանը, որ գնացել էր Ալիևից շնորհակալություն էր հայտնում, ինչի համար է շնորհակալություն հայտնում։ Ասենք դու որևէ ասենք սահմանադրության համար մեկ պաշտպանը պիտի լինես օրենքներ ստորագրելուց։ Տեսնում ես վարչապետը սահմանադրություն է խախտում, մի հատ ձայն չես անում, պարապես մնացել տուրիստների համար տաքսի ես կանչում, բայց ասենք չես զբաղվում քո գործով։ Գնում ես ասենք արտասահման կարևոր ասենք միջոցառումների եւ այնտեղ սելֆի ես անում ծաղրի առարկա դառնալով։ Եվ վարչապետի այս քարոզչությունից իմ մոտ վերջի շրջանում կուզեի ինքը քարոզչության ընթացքում սոցիալական, տնտեսական, ազգային անվտանգության հարցեր բացածայներ, բայց իմ մոտ տպավորություն է, որ ինքը պերաշկի, կուկուռուզ, չգիտեմ, չուչխել, խնձոր, նմանատիպ բաներ ուտելը իր համար գերնպատակ է, եւ նաեւ ցավով տեսնում ենք ինքը նաեւ վատ օրինակ է մեր ընտանիքներին վերջի շրջանում ամուսնալուծվեց, դեռևս չամուսնացած, եկեղեցով չպսակված, ԶԱԳՍ-ով չգրանցված ամուսնալուծվեց եւ սրանով էլ կարող է ինքը վատ օրինակ հանդիսանալ նորաստեղծ ընտանիքների համար, մեր հասարակության համար, տեսնելով որ երկրի ղեկավարը ինքը ամուսնալուծված է, խրախուսել ամուսնալուծված կյանքով ապրելը։ Այսինքն սա էլ իմ համար ցավալի երևույթ է, եթե իհարկե սա քաղաքական ինչ-որ հաշվարկներով ինքը չի էլի շոու կազմակերպել, ինչպես մնացած շոուները։ Կեղծ Ռոբերտ Աբաջյանի պապիկից սկսած, մինչև դատական տարբեր խնդրահարույց հարցեր, որ վարչապետը հայտարարություն է անում եւ դատարաններին ուղղորդում է։ Նաև Գերագույն հոգևոր խորհրդի նիստ կայացավ եւ այսօր եւս կայացել է, բայց այն անընդհատ խոչընդոտվելու մասին էր խոսվում, որ հոգևոր հայրերին քննչական կոմիտեի էին կանչում հարցաքննության։ Ինչ խնդիր կար, որ հենց այդ ժամին էին կանչում հարցաքննության։ Ինչու են խաթարում աշխատանքը, ժողովը ինչ վտանգ է ներկայացնում։ Ինչպես երկրի ղեկավարումը, կառավարումը եւ մնացած հարցերն էլ Նիկոլ Փաշինյանի մոտ որևէ հարց չի ստացվում։ Բացի բամբասելուց, հայոյելուց, հասարակությանը պառակտելուց, մնացած հարցերում ինքը ապաշնոր է եւ ինքը ամեն ինչ արեց մինչեւ վեհապար Հայրապետի նկատմամբ ապօրինի կալանք հայտարարելով բացակայության արգելքով, բայց տեսանք Ավստրիայում ինչպես եպիսկոպոսական եւ ժողով գումարվեց եւ Գերագույն հոգևոր խորհրդի նիստեր են գումարվում, այդ թվում նաեւ Հայաստանում։ Այսինքն իր նպատակը եկեղեցու բնականոն կյանքի խաթարումն է։ Վերջի շրջանում օրինակ դեպք եղավ, որ Թալինում օրինակ Տեր Հայկը շատ զբաղված էր այդ օրը եւ հուղարկավորություն կար եւ իշխանական շրջանակների անձնավորության հայրիկի հուղարկավորություն էր, որոնք իբրև թե աջակցում էին Արամայիս Թոխմազյանին, բայց երբ որ եկավ իրենց հայրիկի հուղարկավորության պարագան, իրենք ասել էին, որ չենք ուզի, որ կարգալույծ եղած քահանան մեր հայրիկի կարգ անի, որտեվ այդ կարգը անվավեր է,
եւ Տեր Հայկը ինձ զանգահարեց, ես գնացի այդ կարգը արեցի եւ իրենց էլ ասի, բա ինչու ձեր աջակցած այդ կարգալույցին չեք հրավիրում, ասին ինքը որտեվ քահանա չի այլևս, այսինքն հասարակությունը հասկանում է, նաեւ Հովանավանքում է այդ Օհանավանի բնակիչները հուղարկավորություններին զանգում են Տեր Սարգսին, կարգի մեջ եղող քահանային, չնայած Տեր Սարգիսը Հովանավանք չի այցելում, եւ տեսնում ենք Հովանավանքում պսակներ, կնունքներ չեն արվում, բացառիկ ուղղորդված արարողություններ, իշխանական լրատվականներով շոու սարքված, եւ տեսնում ենք այդ կարգալույցները եւ տիրադավները չունեն հասարակության աջակցությունը, հակառակ նրան, որ Նիկոլ Փաշինյանը իրենց պետական պաշտպանություն է ապահովել, դրա համար հիմա Փաշինյանը այլևս չի գնում պատարակների, նաեւ դա է պատճառը։ Փաշինյանի այս նախընտրական շրջանում շոու կեղծ պատարակներ չանելու իմ անձնական կարծիքով պատճառը իրեն զեկուցել են, որ հասարակության 90%-ը դեմ է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական, հակաեպիսկոպոսական, հակավարդապետական, քահանայական, սարգսավական եւ դպրական, այսինքն ոչ միայն կաթողիկոսի դեմ իր հակագործնեությանը եւ Նիկոլ Փաշինյանը խորամանկ լինելով, գերնպատակ ունենալով վերարտադրվել նախընտրական այս փուլում խուսափում է խիստ հայտարարություններից, բայց քանի որ ինքը հոգեկան նաեւ հավասարակշիռ վիճակում չէ, ժամանակ առ ժամանակ նա զեղումներ է ունենում, հակաեկեղեցական զեղումներ է ունենում, հակառակ իր պլանավորածի, այսինքն ինքը չի կարողանում պլանավորված ծրագրերով նաեւ առաջնորդվել, որտեղ շարքային ամբողջավար է, մարդահաճ է եւ տարբեր տեղեր տեսնում ենք նաեւ այն իշխանահաճ, մարդահաճ անձիկ, ինչպես են իրեն շողոքորթում, տաղավարում, չգիտեմ, պաշտոնյայի հայրիկի հետ նարդի է խաղում, այն մյուս պաշտոնյայի էս ինչն է մոտենում փողոցում իրան, արհեստական կերպով ուսուցիչների, դպրոցի տնօրենների, մանկապարտեզների վարիչների, մշակույթի տան տնօրենների, ես իմ համայնքապետարանի կոմունալի բանվորների սենց հավաքում են, ինքը դիմավորում է, հասարակությունը դրանից անցյալ օրը, այսպես ասեմ, Թալին էր գնացել, չգիտեմ, դեռևս ինքը Թալինում էր ճանապարհը Երևան Թալին, այսպես այն հիմնական ճանապարհը ժամերով փակ, որ ասում էր նախկինների օրոք ոստիկանները ասենց անձրևի տակ կանգնած էին, անձրևային օրեր իր ասած ձևով հենց ոստիկանները կանգնած էին ամեն 10 մետրի վրա այդ ամբողջ ճանապարհին եւ թրջվում էին, հակառակ այն իր անպատասխանատու հայտարարությանը, որ հիմա յուղը վրա մեքենայի մեջ նստած են առոք, փառոք, բայց դա իր ասածներն ու արածները չի համապատասխանում։ Ինքը ճանապարհ կառուցելուց է խոսում, տեսնում ենք անորակ սարքած ճանապարհները 6 սանտիմի փոխարեն 5 սանտիմ կամ 5 սանտիմի փոխարեն 4 սանտիմ արած ասֆալտը, տեսնում ենք այնտեղ ինչպես ասֆալտի մեջ ծառած մազութ չեն անում, ձուտ չեն անում մեջ, անորակ, ինքը ավելի շատ դպրոց է հանձնել, քան դպրոց է կառուցել, ավելի շատ ճանապարհ է հանձնել, քան ճանապարհ է կառուցել եւ իր կառավարման շրջանում մեր համար կուտակել է մոտ 8 միլիարդի արտաքին պարկ, 8 միլիարդ դոլարի մասին է, դրամի մասին չէ եւ այդքան պարկ կուտակելով էլ մի տեսակ քաղաքացին երբ որ ասում է մանկապարտեզ չունենք, դպրոց չունենք մեր համայնքում, երբ որ շատ շրջաններում եղող դպրոցներ փակվում են, ինքը ինչ ձև է քաղաքացու վրա մունատ գալիս, ասում է այս ասֆալտն էլ երևի մեր սարկածը չի, ընդեղից վախեցած ասում ենք շատ կներես, այս Սերժ Սարգսյանի ժամանակ սարկված ասֆալտ է էլի, քո ժամանակվա չի, սենց վախեցած եւ հասարակության վրա նենց մունատ է գալիս, ոնց որ ինքը մեծ գործ է արել, մենք էլ երախտամոռ ենք։ Ոնց տեղյակ չես, որ մարզի էս ինչ յուղում հիմա մանկապարտեզ է նորոգվում։ Մարդու համայնքի մանկապարտեզը չի եւ մարդը կարող է տեղյակ չլինել, անգամ իր համայնքինը կարող է տեղյակ չլինել եւ դրա համար դու իրավունք չունես մունատ գալու։ Տեսնում ենք նաեւ այն մարդկանց նկատմամբ իր հալածանքը, սկսած բլոգեր Արթուր Չախոյանից, որին շատ հարգում ենք, ենք ինչ ձևի հարձակումների է մարդը ենթարկվում, երբ որ իշխանությունների բացերն է ի հայտ բերում։
Նաև ձեր քրեական գործի հետ կապված ինչ տեղեկություն կա եւ արդյոք ցավալիորեն ասեմ, ձեր իրերը որ Արթուր Պողոսյանի հիմնարկը ուղղակի կամակատար հիմնարկ է, քաղաքական լուրջ կախվածությամբ Նիկոլ Փաշինյանից։ Պատկերացրեք Արթուր Պողոսյանի աշխատակիցները վերցրել են իմ ձեռքի հեռախոսը հոկտեմբերի 15-ին, ես ընդամենը վկայի կարգավիճակ ունեմ։ Եվ այս Արթուր Պողոսյանի ենթակայությամբ աշխատողները դեռևս հեռախոսս չեն վերադարձրել։ Էլ չեմ ասում, դստերս հեռախոսը նաև կոդը փոխած են վերադարձել, մենք այդ հեռախոսը չենք կարողանում բացել, այսինքն կոդը փոխել են։ Այո, հավանաբար փոխել են, չգիտեմ ինչու։ Ու ասենք երեխան, ասենք դրանից շատ ծանր է, ասենք շատ թանկ նկարներ ունի, տարիներով հավաքված, աղջիկ երեխա է ուսանող, այդ թվում նաև Ռոմում Հայաստանի հոգևոր երգերն է ներկայացրել, ասենք իր այդ ուղևորության նկարները կա մեջը, որ երեխայի համար թանկ է, այսինքն նայեք, վկայի կարգավիճակով ես հարցաքննության եմ կանչվել, հեռախոսս արգրավել են եւ հոկտեմբերի 15-ից մինչեւ հիմա ես այդ հեռախոսի վարկն եմ բանկում փակվում եւ Արթուր Պողոսյանի մոտ է այդ հեռախոսը եւ իրենց անգործնեությամբ հավանաբար դեռ պարունակությունը չեն ուսումնասիրել կամ էլ ուսումնասիրել են, բայց չեն բարեհաճում իմ հեռախոսը ինձ վերադարձնել, որ երկուսն էլ նորմալ չի։ Իհարկե ես քննչականից նաեւ ստացել եմ այն բոլոր իմ հետ վարված իրենց լիազորությունների չարաշահման հետ կապված հարցերի պատասխանը, որ նույնիսկ առանց դատանի որոշման ինձ վերման են ենթարկել եւ սկսած անհարգալից վերաբերում եք, որ ամեն ինչ նորմալ է օրենքի շրջանակում է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի օրենքի շրջանակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակին։ Եվ քննչականի ղեկավար օրինակ Արթուր Պողոսյանը կարող է ամեն ինչ անել, սկսած Բագրատ Սրբազանին զրպարտելուց, մինչև իմ նման շարքային քաղաքացու հեռախոսը խլել ու չվերադարձնել։ Հիմա առիթից օգտվելով այլ մանրամասներ չկա։ Ով խոսքս ուղղելով Արթուր Պողոսյանին կխնդրեմ, որ հեռախոսս վերադարձնի, որտեվ արդեն բավական երկար եղավ, որ հեռախոսս իր մոտ է։ Իսկ քրեական գործից մանրամասներ չկա։ Շինչ ու քրեական գործը ինչ մանրամասներ լինի։ Ասենք մենք պատկերացրեք նույնիսկ առաջնորդի պարագային իրենք ասում են ցուցմունքների մեջ հակասություն կա։ Արթուր Պողոսյանական sense ցանկություններին հաջո հայտարարություն արել է Ստեփան Ասատրյանը, Արամայիս Թոխմազյանը, թող ասենք հավանաբար, ասենք չգիտեմ, կարող է Դանիել Յովհաննիսյանի կողմից գրված հայտարարություն կարդացած լինեն, որ նա էլ դրա հիման վրա հայց ներկայացնի մեր թեմակալ առաջնորդի եւ մեր դեմ, բնականաբար մյուս քահանաներս գնացել ենք եւ ճիշտն ենք ասել եւ չէինք էլ կարող սրտեինք, որովհետեւ իրականությունը ակնբախ է։ Մենք որևէ մեկի, այսպես ասեմ, ստրուկը չենք եղել, եթե Ստեփան Ասատրյանը կամ Արամայիս Թոխմազյանը իրենց գիտակից կյանքում չափած տարիքում ստրուկ են եղել եւ վերադասների sense որոշումներով իրենց կամքին հակառակ բաներ են արել, մեր գիտակից կյանքում մենք նման արարքներ չենք արել։ Շատ սիրում հարգում ենք մեր թեմակալ առաջնորդին, բայց մեր թեմում երբևիցե նման մթնոլորտ չի եղել։ Անկեղծ ասեմ, 3 թեմակալ առաջնորդ եմ ունեցել, սկսած Սեփու arczepiskoposից, որ երջանկահիշատակ է, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ենթակայությամբ եմ ծառայել մեծ սիրով, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի, Սրբազան հայրը իմ ծառայության 4 տարիների ընթացքում արդեն 5-րդ տարին է, ափսոս դրսում չէ, 40 անգամ ինձ դիմել է ինչով օգնեմ, աջակցեմ, այսինքն միշտ մեր կողքին է եղել եւ երբեք պարտադրանք չի եղել։ Թեմում ոչ միայն չի եղել եւ չէր էլ կարող լիներ։ Մեր թեմի քահանաները այն Աստծուն մայրաթորին հավատարիմ քահանաները այն մարդիկ չեն, որ իրենց նկատմամբ պարտադրանք լինի։ Թեմում սիրո մթնոլորտ է եղել, հայրական վերաբերմունք եղել թեմական առաջնորդի կողմից եւ մնացած թեմակալ առաջնորդների կողմից էլ նման վերաբերմունք կա մեր եկեղեցում եւ վեհապար հայրապետն էլ այն հայրական վերաբերմունքն է ունեցել մեր հանդեպ, որի արդյունքում այսօր մենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհապար հայրապետի եւ ուխտին հավատարիմ հոգեվորականներովս միաբան ենք հակառակ իշխանությունների կողմից իրականացվող տարբեր բռնաճնշումներին։
Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, Աստված օրհնի ձեզ, միշտ սիրով ուրախությամբ ենք գալիս ձեր տաղավար։ Զրուցում էի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրդանես Բաղալյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։